Շնորհակալություն։ Իմ ելույթը նվիրվում է 2008 թվականի ծնված երիտասարդներին եւ կապ չունի այս պահին քննարկվող հարցի հետ, պարոն Ավետիսյան, որովհետեւ այդ հարցի հետ կապված ես իմ կարծիքը ասացի։ Ուրեմն մի քանի օր առաջ ես խնդրում եմ ուշադիր լսել բոլոր այն բառերը, որոնք ես օգտագործում եմ։ Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանրային տրանսպորտում բանավեճ է ունեցել քաղաքացու հետ։ Գուցե էմոցիոնալ, չեմ մտնում այդ դաշտ, էմոցիոնալ ա եղել, էմոցիոնալ չի եղել եւ այլն։ Այո, գուցե էմոցիոնալ։ Եվ դրանից հետո մի աղմուկ աղաղակ է բարձրանում, մարդիկ իրենց կարծիքներն են տարբեր շրջանակներ հայտնում եւ մասնավորապես մեր խորհրդարանական ընդդիմության երկու պատգամավոր Տիկին Գրիգորյանը եւ Տիկին Խամոյանը, ափսոս էստեղ չեն, ես կուզենայի նրանց այստեղ տեսնել, նստած, ներողություն, Տիկին Գրիգորյանն էստեղ է, նստած քննարկում են Ռոբերտ Քոչարյանի հետ այս հարցը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը իր կարծիքն է հայտնում, ասելով, որ այդ մարդը չունի հայկականության կոդ, մի քիչ չեմ կարող ճիշտ արտաբերել ինչ էր, երևի նկատի ուներ հայկական երևի դաստիարակության, շնորհակալություն պարոն Մինասյան, ես այս նույն հարցը, ինչ քիչ առաջ պարոն Ավետիսյանին տվեցի, ուզում եմ տալ իմ գործընկերներին, դուք դիսկոմֆորտ չեք զգում այդ ժամանակ, դուք չեք ուզում հարցնել, որ օրինակ երբ ոչ թե քաղաքական բանավեճ էր տեղի ունենում, օրինակ եմ ասում, քաղաքացու հետ եւ դա էմոցիոնալ էր բան, այլ ընդամենը մի քաղաքացի որոշել էր ողջունել նախագահին սրճարանում, շնորհակալություն դասընկեր, ես դա չգիտեի, ողջունել եւ այն էլ ուղղակի մի քիչ ավելի կենցաղավարի, ասելով «Պրիվետ Ռոբ», գուցե դա ասվել էր, որպեսզի ավելի հասկանալի լիներ, որ դա ողջույն է, ես չգիտեմ ինչ էր այդպես արվել, բայց այդ մարդը այլևս կյանքից զրկված է, եւ ես ուզում եմ հասկանալ, դուք դիսկոմֆորտ չեք զգում, երբ քննարկում եք մարդու իրավունքների հետ կապված որևէ հարց եւ հարց չեք տալիս։ Ես գիտեմ, որ դուք ձեր վերլուծական միտքը վստահ եմ։ Պետք է որ թույլ տա այդ հարցերը ձեր մեջ ծագելու։ Բայց թույլ չի տալիս։ Եվ ավելին ասեմ, Ռոբերտ Քոչարյանի որդին հայտարարում է, որ ինքը մենք ձեզ հետ ենք, թե ինչ էսպիսի մի բաներ, ում հետ եք։ Բա այդ որ այդ մարդը գնաց սրճարանում ու չվերադարձավ, սրճարանում զուգարան գնաց ու չվերադարձավ, այդ ժամանակ ում հետ էիք դուք, թե ձեզ ողջունել չի կարելի, իմանանք ուղղակի, ես ուզում եմ հասկանալ էլի, ինչի դուք այս հարցերը չեք բարձրաձայնում, ինչի չեք հարցնում մի անգամ, լավ, հանրային չեն հենց, կարող եք քաղաքական աբյուզի եք ենթարկվում եւ չեք կարողանում ուղղակի խոսքի մակարդակում դա բերել, սենց հարեք, ժողովուրդ, կօգնենք, ընդհանրապես ես ձեզ առաջարկում եմ, երբ որևէ հարց քննարկում եք, ձեր շուրջը նայեք, որովհետև այո, դուք կարող եք որպես քաղաքացի մարդու իրավունքի հետ կապված ինչ-որ հարց ունենալ, մտքեր ունենալ, բայց ձեր տեղը ձեզ թույլ չի տալիս դրա մասին խոսել, ձեր տեղը ձեզ խանգարում է դրա մասին խոսել, եթե նույնիսկ մի բան էլ ասեմ, անդրադարձել էին, որ հերոսի բանա, հերոսի զավակ է, ինչպես կարելի է, լավ, ինքը հերոսի զավակ է, ինքը հերոս չի, բայց նույնիսկ եթե այդ տեսանկյունից եք ուզում հարցին նայել, մի հատ էլ բան եք անում, հղում եք անում դրան, Վազգեն Սարգսյանի անունը ոնց կարողացել եք օգտագործել եք, քաղաքական հարմարավետությամբ, ոնց հարմարացրել եք օգտագործել եք, սպառել եք ամբողջությամբ, երբ Վազգեն Սարգսյանի մայրը, Գրետա Մայրիկը ընդեղ նստած էր, այդ ուր էիք, թե հենց պետք է օգտագործել, հերոսանալ դրանով օգտագործում եք, երբ պետք չի մոռանում եք, Ժորժ ջան, ես ինչի եմ ելույթս նվիրել 2008 թվականի ծնվածներին,
Որովհետև սրանք բաներ են, որոնք մեր երիտասարդները գուցե տեղյակ չեն։ Գուցե այս պահին իրանք TikTok-ում, որտեղ դուք սիրում եք այնտեղ լինել, հայտնվում են ինչ-որ բաներով, թեզեր են հայտնվում, տենց կիսատ պռատ, որ մենք հերոս ենք, մենք էս ինչ ենք, մենք Վազգեն Սարգսյանը։ Դուք ձեզ մի ծածկեք ոչ մի բանով։ Դուք մերկ եք ու դա երևում է։ Շնորհակալություն։ Անուշ Կլոյան, այժմ